ամբողջ այս քրեական ճակերտներում հետապնդումը, ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Մասնագիտական հանրությունն իսկապես կարծում եմ դա եւս շատ հետաքրքիր կլինի, քանի որ ես ինքս նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի, ոչ թե հետապնդումը հարցի, այլ հենց հաղորդումը ներկայացնի։ Քննչական կոմիտեին իդեպ շատ հետաքրքիր հարցադրում էր։ Այո, գլխավոր դատախազը քննչական կոմիտեին անձամբ։ Ես հիմա նաև մի ավելի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ։ Մասնագիտական հանրույթի համար շատ հստակ է թե ինչ է իրենից ենթադրում, այսպես ասած կալանքը որպես միջնորդություն ներկայացնելու շրջանակներում հիմնավոր կասկածը։ Հիմնավոր կասկածը դա այն տվյալների համակցությունն է, որով փորձում ես հիմնավորել անձի ենթադրյալ առնչությունը իրեն կատարված կամ մեղսագրվող արարքին։ Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորելու տեսանկյունից էական նշանակություն ունի հենց գլխավոր դատախազի տրված հաղորդումը։ Այսինքն հաղորդումը հիմնավոր կասկածի տիրույթում գնահատվել է։ Ավելին, այդ հաղորդումը մեզ չի տրամադրվել։ Դա էլ շատ հետաքրքիր հարցադրում եք տալիս, իրականում այդ հարցադրման հասցեատերը պետք է լիներ դատարանը, քանի որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորվում է նաև գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ, բայց այստեղ խնդրում եմ ուշադրություն, այդ հաղորդման պատճենը առկա չէ մեզ տրամադրված նյութերում եւ դատարանին տրամադրված նյութերում։ Այն պարզապես տեղ է գտել քննիչի միջնորդության մեջ։ Հիմա ես հասկանում եմ միգուցե այս գործով այդպիսի մեծ ցանկություն կար քննիչի ամեն ասածին հավատալու, բայց դա ոնց է լինում դժվարում եմ ասել։ Այժմ եկեք հարցերի։ Շատ լավ։ Սովորաբար, երբ որ մամուլին որևէ հրապարակում է լինում, դատախազությունը ուսումնասիրում, ամեն դեպքում չգիտեմ ինչքան ունենք դեպք ընթացակարգ, իրենք ուսումնասիրում են նյութերը, այնուհետև ուղարկում են քննչական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։ Հիմա այս դրամաբանության մեջ է եղել այդ գործընթացը, թե գլխավոր դատախազն է, հստակեցնենք։ Գլխավոր դատախազը ներկայացրել է հաղորդում, գլխավոր դատախազը ոչ թե ներկայացրել է, այսպես ասած, պարզապես պատճենը ուղարկել է քննչական կոմիտեին, էլի եթե գլխավոր դատախազը դա ուղարկեր, կարծում եմ կրկին արտարոց կլիներ։ Պատկերացնում եք, գլխավոր դատախազն է կոնկրետ գործով ներկայացնում հաղորդում։ Այո, ճիշտ եք, մամուլի ուսումնասիրման հիման վրա ներկայացրել է, բայց հաղորդում։ Այսինքն ինքը ուսումնասիրել է, այո, ինքը հետևել է հանցազրույցին, այո, ինքը հաղորդումը ներկայացրել է, որի այստեղ շատ հետաքրքիր հանգամանք կա, որը կարծում եմ հետագայում ուսումնասիրման առարկա կհանդիսանա, թե կոնկրետ ժամանակագրային դա հատկապես երբ է եղել, օրինակ Facebook-յան արդարադատության մեկնարկից առաջ թե հետո եւ այլն։ Կարծում եմ դրա վերաբերյալ հետագայում եւս պարզաբանումներ կունենանք։ Այստեղ խոսքը գնում է դեպքի ենթադրյալ ինտենսիվության մասին։ Եկեք կրկին վերհիշենք, խոսքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է, որի համար պատիժը կարող է լինել տուգանք։ Բայց այդ պայմաններում գլխավոր դատախազը ներկայացնում է հաղորդում, դրան հաջորդում է, բոլորս հիշում ենք, իրավապահների հարյուրավոր խումբ, այսպես ասած, փորձում է ներխուժել Սամվել Կարապետյանի առանձնատուն, որից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվում է, որից հետո ձերբակալումը վերացվում է, քանի որ սկզբից ձերբակալվել էր 72 ժամվա ռեժիմի պայմաններում, այնուհետև այդ ձերբակալման որոշումը վերացվում է եւ Սամվել Կարապետյանը փաստացի մոտ 1 ժամ ամբողջությամբ ազատության մեջ գտնվող անձ է եղել եւ կրկին ձերբակալվում է այժմ կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Եվ այս պայմաններում իդեպ նաեւ կարծում եմ հանրության աչքի առջև էր Սամվել Կարապետյանի դրսևորած վարքագիծը, այդ թվում ինքնակամ ներկայանալու եւ այլն, դատարանը գտել է, որ Սամվել Կարապետյանի դեպքում առկա է թաքնվելու ռիսկ։ Իդեպ այս հանգամանքը միջազգային փորձում է աննախադեպ։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանք, Forbes-ի ցուցակում գտնվող անձ, Հայաստանի Հանրապետությունում հարգանք վայելող, բացառապես դրական բնութագրվող, կարծում եմ առնվազն այն բարեգործական ծրագրերը, որը իրականացրել է, դա մեղմ ասած իրավական իմաստով մեղմացնող հանգամանք է։ Իդեպ խոսում ենք $500 միլիարդ ավելի բարեգործական ծրագրերի մասին իրենց համակցության մեջ։ Հիմա այդ պայմաններում դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող էր թաքնվել քննությունից։ Մյուսը, որ գտնում է իդեպ դատարանը, կներեք, ձեր հարցադրումը կտակ։ Մյուսը իդեպ դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել քննությանը։
խոչընդոտել մի քննության, որի ամբողջ մեխը առյուծի բաժինը ապացուցողական իրենց դիտարկմամբ հանդիսանում է տեսանյութը։ Իդեպ պարզ վարժություն է, սա պետք է չի իրավաբան լինել։ Եթե ենթադրյալ կոչ է տեղի ունեցել, որն էլ կա տեսանյութի վրա, այդտեղ միակ քննչական գործողությունը, որ կատարում ես, այդ տեսանյութը ներբեռնում ես, զննում ես, դարձնում ես քրեական գործի անբաժանելի մաս, կարող ես մի հատ էլ կրիչի վրա տեղադրես, դնես չերկիզվող պահարանում, վերջ։ Բայց օրինակ քննիչը եւ դատարանը գտնում էին, որ այդ տեսանյութին, որը զննվել է, չերկիզվող պահարանում է գտնվում, կարելի է խոչընդոտել։ Օրինակ օբյեկտիվ իրականության մեջ դա նույնիսկ խելագարության կանխավարկածով դիտարկելու դեպքում անհնարին է, անհնարին։